Հունիսի 7-ի ընտրություններից մեկ շաբաթ անց քաղաքական մրցավազքը չի ավարտվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ի նիստն ամփոփեց հայտարարությամբ։ Խորհրդարան է մտնում 3 ուժ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այդ ցանկում չկա։ 6 քաղաքական ուժեր նույն պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հայտարարում են, ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հանրության իրական կամքը եւ չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ իշխանության ձևավորման համար։ Ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար եւ մրցակցային բնույթը։ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես, ազգային ժողովրդական բևեռն են հայտարարության տակ ստորագրած 6 ուժերը։ Քաղաքական հետապնդումների, շտաբների աշխատանքի խոչընդոտման, ձայների հաշվարկի հետ կապված խնդիրների մասին է խոսվում հայտարարության մեջ, բայց ոչ մի խոսք հետագա գործողությունների մասին։ Ինչ է լինելու հետո, որն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը։ Ընդդիմադիր գործիչն ասում է, դեռ քննարկման փուլում են։ Հիմա մենք տեսնում ենք, որ կա հանրային դժգոհություն, հանրային բողոք, բայց դա երկուստեք պայմանավորված է լինելու, այս պահի դրությամբ մենք բազմաթիվ ներքին քննարկումների միջակայքում ենք գտնվում, հասկանում ենք կողմ եւ դեմ փաստարկները եւ բնականաբար ոչ մենք կարող ենք պայմանավորել փողոցային պայքար, ոչ կարող ենք բացառել։ Եթե ընդդիմությունը վիճարկում է ընտրության արդյունքները, առաջանում է հարց. ինչպես է պատրաստվում միասնական ընդդիմությունը հասնել իր նպատակին՝ իրավական ճանապարհով, խորհրդարանական պայքարով, թե փողոցային ճնշման միջոցով։ Հաշվի առնելով տեղի ունեցողը իրավունք ունի իրացնելու իր ցույցերի, հավաքների ազատությունը ու պարտավոր է այս իշխանությունը ի հեճուկս իր անթույլատրելի վարքագծի, որ 100 հազարավորների հասնող քաղաքացիներին կաշառակեր է անվանում ընդամենը իրեն չընտրելու համար, պետք է ներողություն խնդրի եւ կրկին վերադառնա իրավականության ծիր ու իրեն կաշկանդի այլակարծության հանդուրժողականությամբ։ Քաղաքագետ Արա Պողոսյանը որոշակի նմանություններ է տեսնում ստեղծված իրավիճակի եւ 2024-ին Վրաստանում տեղի ունեցածի միջև, որտեղ ընդդիմությունը հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները եւ չվերցրեց մանդատները։ Սակայն նրա կարծիքով հայկական իրականությունում իրավիճակը տարբերվում է քաղաքական ֆոնով, որի պայմաններում տեղի են ունեցել ընտրությունները։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հաշվեկշռին է գրանցված աղետաբեր պատերազմ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը զրկվել է Արցախից, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր սուվերեն տարածքները, որի հետևանքով Ադրբեջանը ձեռք է բերել քաղաքական եւ այլ ազդեցության լծակներ Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը կոնֆրոնտացիոն քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ այս բոլորը միասին խոսում են ի վնաս հայկական իշխանությունների եւ հօգուտ ընդդիմության։ Հետագա ցանկացած էսկալացիայի պատասխանատվությունը դրվում է իշխանության վրա։ Քաղաքագետի պատմամբ հունիսի 14-ի հայտարարության ամենաուշագրավ ձևակերպումներից մեկը սա էր, սակայն նույն հայտարարությամբ ընդդիմությունը նշում է, որ գործելու է սահմանադրության եւ օրենքների շրջանակում։ Ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը բացատրում է, խոսքը ոչ թե քաղաքական բախումների, այլ իրավական էսկալացիայի մասին է։ Բա իրավական էսկալացիա չի, բա այն էսկալացիան, որը Հայաստանը դնում է մի իրավիճակում, որտեղ ներողություն նույնիսկ միջազգային փաստաթուղթ ստորագրելը արդեն կասկածելի է դառնում, դա էսկալացիա չի։ Քաղաքական դաշտում անորոշություն է, վիճարկելով ընտրությունների արդյունքները դեռևս հստակ չէ, ինչ ճանապարհով է ընդդիմությունը փորձելու հասնել իր հայտարարած նպատակներին, սակայն քաղաքագետներն այս փուլում բացառում են վատագույն զարգացումը, քաղաքացիական պատերազմը, հիմնավորելով Հայաստանում հասարակական շերտավորումն այն մակարդակի վրա չէ, որ հանգեցնի քաղաքական ինքնասպանության։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Եղամ Ղազարյան, ABC Media։